Հասկացող մարդը չի կարող հասնել իր նպատակին, որովհետև ինքը չի կարող հասկանալ, թե հստակ իր ցանկությունը որն է, որովհետև եթե մարդը չունի նպատակ, ինքը ուր գնա, ոչ միտեղ չի կարող գնա, եթե ունի լղոզված նպատակ, ինքը սենց ինչ-որ անկապ, անհասկանալի քայլեր կփորձի անել, բայց այդպես էլ չի հասնի իր նպատակին։ Ուրեմն ինչի համար մարդիկ չեն կարող գնալ առաջ, այդ կասկածող մարդիկ, որովհետև իրենք հիմնվում են անցյալում տեղի ունեցած սխալների, անցյալում տեղի ունեցած ինչ-որ անհաջողությունների վրա, եւ ելնելով այդ վախից, նրանց մոտ առաջանում կասկած, արդյոք հիմա կստացվի թե չէ, եւ մի քիչ սկսում են սենց բզբզել, տեսնում են, որ չի ստացվում, ինչ-որ խոչընդոտներ ա լինում, ու իրանք ասում են, այ ես տենց էլ գիտեի, որ ոչ մի բան չի ստացվի, բայց ժողովուրդ ջան, եկեք սենց ասեմ, խոշոր հաշվով, հենց այդ սխալներն են իմ անցյալում ինձ բերել այնտեղ, որտեղ որ ես հիմա գտնվում եմ, հենց այդ սխալների հաշվին ա, որ ես դրանք հաղթահարելով, դրանց վրա աշխատելով դարձել եմ հոգեբան եւ կայացել եմ եւ ենթադրում եմ, որ վատ հոգեբան չեմ, այնպես որ ես ներեցեք, ձեզ եմ խորհուրդ տալիս, ուրեմն վերցրեք ձեր սխալները ոչ թե որպես անհաջողություն, մի մտածեք, որ դուք սխալ չպետք է ունենաք, դա բացառվում է, այ երեխան, որ դպրոց ա գնում, սկսում ա գրել, եթե ինքը տառերը դեռևս չգիտի, բառերը չգիտի, ոնց կարա սխալ անի, նույնն էլ ձեր մոտ, եթե դուք չգիտեք ինչ-որ բան, թե ոնց հասնեք ձեր նպատակին, այդ ուղին ձեր համար հələ պարզ չի, դուք ոնց կարող եք սխալ չանեք, այդ սխալները վերցրեք եւ դարձրեք ձեր ընկերները, ինչ եմ ուզում ասել, այսինքն տեսեք, թե որտեղ եք թերացել, ինչի վրա հիմա պետք է աշխատեք, ավելացնեք միգուցե ձեր գիտելիքները եւ հաղթահարելով կամ աշխատելով այդ սխալների վրա հանգիստ գնացեք առաջ, ես վստահ եմ, որ դու կարող ես։